Հարգելի հետևողներ, կզրուցենք Բարգավաճ Հայաստան կուսակցության պատգամավորի թեկնածու Արման Աբովյանի հետ։ Պարոն Աբովյան, մի քայլ առաջ եկեք։ Պարոն Աբովյան, մի քիչ տրիվիալ է հարցը, հաշվի առնելով հայաստանյան իրավիճակը, ամեն դեպքում Սահմանադրական դատարանից ձեր ակնկալիքները։ Շատ պարզ եւ ուղիղ ակնկալիքներ են Սահմանադրական դատարանից, առանց որևէ այլևայլության, հույս ունեմ, որ Սահմանադրական դատարանը կկատարի Սահմանադրության կողմից իր վրա դրված պարտականությունները եւ կպաշտպանի Սահմանադրությամբ ամրագրված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքը նվազագույնը ընտրելու կամ ընտրական process-ին մասնակցելու, որովհետեւ այսօր ունենք մի իրավիճակ, երբ որ շուրջ 60,000 ընտրողների ձայնը անտեսվեց, խոսքը Բարգավաճ Հայաստան կուսակցության այն բոլոր ոդիսականի մասին է, երբ որ որոշում ընդունվեց մեզ դուրս մղել պարլամենտից եւ նվազագույն այն 3,000 ընտրողներին, ում ուղղակի զրկեցին ընտրելու իրավունքից։ Խոսքը 3 ընտրատարածքներում չեղարկված եւ վերաքվեարկություն չնշանակած գործընթացի մասին է, բայց այսօր շատ պարզ եւ հստակ խնդիր է դրված Սահմանադրական դատարանի առջեւ, որ ինքը ընդամենը պաշտպանի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, որքան էլ տրիվիալ, օգտագործելով ձեր որակավորումը, դա չհնչի։ Ամեն ինչ ավելի քան պարզ է։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Պարոն Սիմոնյան,